Հավանական է ու կա իրականում տարբերակ, որ Կալիֆոռնիայում բենզինը կամ դիզվառելիքը ընդհանրապես կարող է թանկանալ շուտով։ Լոս Անջելեսի մոտ գտնվող Chevron նավթա վերամշակման գործարանում գիշերը հրդեհ էր բռնկվել ու դեռևս շարունակվում էր ուրբաթ առավոտյան, թեև այն արդեն վերցվել էր վերահսկողության տակ։ Հսկայական բոցերը երևում էին մղոններով հեռվից։ Կալիֆոռնիայի Էլ Սեգունդո քաղաքի իշխանությունները հորդորել էին բնակիչներին մնալ տանը։ Ուրբաթ առավոտյան քաղաքապետարանը հայտարարել է, որ հրդեհը սահմանափակված է և հանրային անվտանգության վտանգ չի ներկայացնում։ Տարհանումներ չեն իրականացվել։ Բոլոր ճանապարհները վերաբացվել են, գիշերվա հրդեհից հետո հրդեհը դեռևս շարունակվում է, բայց սահմանափակված է, ասված է Էլ Սեգունդոյի հրապարակման մեջ։ Հրդեհը բռնկվել է ավիավառելիքի արտադրության բաժնում, որն ապահովում է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի վառելիքի կարիքները։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես է այն սկսվել։ Աղբյուրների համաձայն դեռևս հստակ չէ, արդյոք միջադեպը ազդել է գործարանի վառելիքի արտադրության վրա կամ այնտեղ պահվող վառելիքի պաշարների։ Էլ Սեգունդոյի գործարանը Chevron-ի երկրորդ ամենամեծ նավթավերամշակման գործարանն է ԱՄՆ-ում։ Այն ապահովում է հարավային Կալիֆոռնիայում օգտագործվող ավտոմեքենաների վառելիքի մոտ 1/5-ը և ավիավառելիքի 40%-ը։ Մասնագետները նշում են, որ միջադեպը քիչ հավանական է, որ ազդի համաշխարհային նավթի գների վրա, սակայն հաշվի առնելով Կալիֆոռնիայի մեկուսացվածությունը այլ վերամշակող ընդհանրապես կենտրոններից, նահանգում բենզինի գները կարող են բարձրանալ։ Հրդեհի մարումից հետո միջադեպը կքննեն ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային անվտանգության մարմինները։ Նավթավերամշակման գործարանը զբաղեցնում է շուրջ 4 քառակուսի կիլոմետր տարածք և ունի ավելի քան 1700 կիլոմետր խողովակաշար։ Այն գործում է 1911 թվականից և կարող է օրական վերամշակել մինչև 290,000 բարել նավթ, արտադրելով բենզին, ավիավառելիք և դիզել։